Դե բնականաբար քաղաքական ենթատեքստ տեսնում եմ, ես ինքս քաղաքագետ չեմ, նախապես ասեմ, տրամաբանելով, վերլուծելով տարբեր իրավիճակներ, հասկանում եմ, որ սա կոնկրետ պայքար է ուղղված, որ ամեն կերպ փորձում են լճացնեն այն ուժերին, որ ինչ-որ փորձում են ձայն բարձրացնել, փորձում են ոչ թե հեղափոխության կոչեր են անում, այլ որ չի կարելի եկեղեցու դեմ այսպես դուրս գալ այս ձևերով եւ այլն, չի կարելի եկեղեցականին անվանել պոռնկաբարո եւ այդ արտահայտությունները օգտագործել, որովհետեւ ի վերջո դա հարիր չէ մեր երկրի ղեկը ստանձնած մարդուն։ Սա կարելի է կապել Նիկոլ Փաշինյանի ժամանակին արված այն հայտարարության հետ, որ Պապ թագավորը այլևս չի մեռնելու Հայաստանում, եւ սա կարելի է դիտարկել որպես այն, որ ինքը Պապ թագավորի տեղն է իրեն դրել եւ փորձում է եկեղեցու դեմ դուրս գալ։ Սա կարելի է այդ տեսանկյունից դիտարկել, կոնկրետ եկեղեցու դեմ արշավը կոնկրետ էլի, որովհետեւ սա աբսուրդ է, որ ընդհանուր խորանում ես։ Կարող է օրինակ ինչ-որ բաներում համաձայն չլինել, մարդ ենք բոլորս եկեղեցականների, բայց կոնկրետ այս ձևաչափով ինչ է ուզում։ Դա բնականաբար հասկանում ենք, որ շատ վատ կողմերում